Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Ունեք նախընտրած տեխնացու վարչապետ։ Ում եք ընտրելու, եթե Նիկոլ Փաշինյանի։ Ինչու եք ուզում, որպես Փաշինյանը։ Ինչու եք ուզում, որպեսզի վարչապետը վերընտրվի եւ շարունակի կառավարել։ Որ լավ ապրենք։ Ինչպես է գնահատում կառավարության աշխատանքը։ Շատ լավ։ Գյումրին օրեցօր ավելի գեղեցկանում, ավելի բարեկարգվում է, դա ամեն ինչ լավ է, ու ավելի լավ կլինի։ Այդ հույսը բոլորս էլ ունենք։ Ներողություն եմ խնդրում, իսկ ընդդիմադիր առաջնորդների մասին ինչ կարծիք ունեք, որոնք որ հայտ են ներկայացրել այս ընտրություններին կրկին մասնակցելու, Ռոբերտ Քոչարյան, չգիտեմ, օրինակ Թողեք չխոսան այդ մասին։ Ինչու, ինչն է։ Չեմ ուզում ուղղակի չեմ։ Կանպատվի։ Չգայնանեն կանպատվենք, չի կարելի։ Մասնակցելու եք ընտրություններին։ Այո, Ունեք նախընտրած տեխնացու։ այո։ Եթե գաղտնիք չէ, կարող եք ասել։ Գաղտնիք չէ, բայց իմ մեջ է մնում։ Պետքա բոլորս տեր կանգնենք խաղաղությանը եւ իմ վարչապետի տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ ընդդիմությունից լսում եք, օրինակ հետևում եք, ինչ փոփոխություններ են առաջարկում, ինչ են ասում քաղաքացիներին, ինչ են խոստանում օրինակ։ Շատ բաներ լսում եմ, բայց չեմ հավատում ոչ մի իրենց խոստումներին 300,000 աշխատատեղ եւ այլն տենց շատ չեմ էլ հետևում իրենց, որովհետեւ իրենց ոչ մի բանի չեմ հավատում, որովհետեւ 30 տարիների ընթացքում, ասենք, հենց ուժեղ Հայաստանի տեխնացուն, ասենք, հեծը ղեկավարելով մենք գիտենք ոնց են ժողովրդին ինչպես են թալանել, ասում են այդ հաշիվներ են գրել, ինչեր են արել եւ այսօր նայում ենք այդ վատթար վիճակը, այդ ամբողջ էլեկտրոցանցերի այդ վատթար վիճակը, ոչ միտեղ նորմալ հոսանքներ չկա, այդ ցանցը մի խոսքով շատ վատթար, շատ վատ վիճակում է գտնվում։ Ասում են նաև բարձրագույն կրթությունն են անվճար դարձնելու, որպեսզի դիմորդներ, ուսանողները կարողանան անվճար կրթություն ստանալ բարձրագույն։ Արդյոք հավատում եք նման խոստումների։ Չէ, էլի չէ, ոչ մի, ընդհանրապես իրենց ոչ մի խոստումներին չեմ հավատում։ Իրենք նույնիսկ ասում են փոքր բիզնեսի հարկերը ընդհանրապես զորացնել են, շատ բաներ, տեսեք որ դուք ասեցիք, ես հիշեցի նաև դրանք։ Չեմ հավատում, ոչ մի բան չեմ հավատում։ Եթե իրանք անելու լինեին, շատ բան ունեին անելու եւ շատ երկար ժամանակ ունեին։ Թող այն ժամանակ անեին։ Հիմա իշխանությունից կտրվել են, ուզում են ինչ-որ բան հիմա անեն։ Ոնց որ մեր պապերը ասում են գնա մեռի արի սիրեմ։ Հիմա տեսել են որ այդ պաշտոնը, այդ ամեն ինչը շատ քաղցր էր եւ հիմա տենչում են, կարոտում են։ Չէ, պետք չի։ Ես կարծում եմ ժողովուրդը գիտակից է եւ հասկանում է այդ ամեն ինչը։ Կառավարությունը շատ ճիշտ քաղաքականություն ա վարում, իր տնտեսական հնարավորությունից ավելի։ Եթե մուտքերը բյուջետային ավելանան, բնականաբար մնացած ծրագրերը էլ ավելի կիրականանան։ Եթե օրինակ համեմատում եք, ինչ փոփոխություններ եք տեսնում նախկին Գյումրիի կամ նախկին Շիրակի մարզի եւ այժմյան Շիրակի մարզի միջեւ։ Գյումրի քաղաքի ներսի ինֆրաստրուկտուրաները շատ վատն են, բայց Շիրակ մտնող ճանապարհները, Շիրակի մարզի դեպի գյուղեր, դեպի Վրաստանի սահման, դեպի Սպիտակ, Երևանից գալուց ճանապարհը, փայլու եվրոպական ճանապարհներ։ Արևանտ նաև հյուսիս-հարավ ճանապարհն էլ արդեն վերանորոգվել է, վերակառուցվել է եւ այս առումով նաև հեշտացել է Մենք գալիս ենք Գյումրի առանց մեքենա ջարդելու։ Քիչ է։ Դե հիանալի է։ Ձեզ համար ամենակարևորը ինչն է այս ընտրություններում։ Դուք որպես քաղաքացի ինչպիսի նշանակություն եք տալիս այս ընտրություններին։ Ընտրություններից հետո թող ամեն ինչ կարգավորվի։ Այս խառնաշփոթ վիճակը կարգավորվի։ Ինչ խառնաշփոթ, ինչ օրինակ նկատի ունեք։ Ամեն ինչ խառնաշփոթ վիճակ է, էլի, խառնաշփոթ չէ։ Սա ապրելակերպ է։ Սա խառնել են իրար, երկիրը կուզեմ քանդեն։ Ով։ Ո՞վ է ուզում քանդի երկիրը, ինչու եք այդպես կարծում։ Քանդողները։ Դուք էլ լավ գիտեք, բոլորն էլ լավ գիտեն։ Մենք այստեղ քանի կանգնած ենք, որովհետև կուզենք խաղաղություն եղնի։ Խաղաղություն խոստանում է իշխող կուսակցությունը քաղաքական։ Իրանց էլ ընդունելու ենք իրանց, ընդրելու ենք իրանց, ու ընդունում ենք իրանց։ Եթե գաղտնիք չէ, կարող եք ասել ում եք վստահելու ձեռքվել։ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու։ Առաջնային է, որ երկրում մեծ փոփոխություններ ա լինում, որոնք մենք նկատել են մեր աչքերով, գումարած դրան խաղաղությունը, որ մեր ազգը շատ կարիք ունի դրա,
Որ թվարկեմ, պետք է մինչև լույս թվարկեմ։ Մի քանիսը առաջնահերթ, օրինակ, որոնք նաև ակնառու են ձեզ համար, որպես քաղաքացի, որ Որոշնայինը խաղաղությունն է, որ խաղաղություն լինի, մեր ազգը ծաղկում է, իրոք որ ինքը ասում է, ես այդ ծաղկելը տեսնում եմ։ Հիմա Գյումրիում եք դուք գնայեք տեսեք, այստեղ ազատ տեղեր կան նստելու, մարդիկ իշքան տուրիստներ կան այստեղ։ Այսինքն մեր ազգը զարգանում է, բարգավաճում է։ այո, Գյումրին նաև որպես մեր պետության երկրորդ խոշորագույն քաղաք, տեսնում եք փոփոխություններ, որոնք որ նախկինում օրինակ իրականացված աշխատանքների առումով, որոնք որ երբևէ նախկինում չեն կատարվել կառավարությունների կողմից։ Դե թվարկեցին բոլոր փոփոխությունները, որոնք արել են, միլիարդավոր դրամներ են այստեղ ներդրել։ Առաջինը հյուսիս-հարավ ճանապարհը, որը սարքված է ու տենց այդ որակի ճանապարհ, չգիտեմ, երևի տարածաշրջանում չի լինի։ Որնք Վրաստանում այդ կարծում նման ճանապարհներ չկան։ Տեսեք, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, որը եւս առաջադրվել է այս ընտրություններում, հայտարարում է, թե իր նախագահության տարիներին ինքը վերակառուցել, զարգացրել է Գյումրին, չի թողել, որ աղետի գոտին մնա այդ վիճակում։ Դե կարող է այդ նման բաներ նորացիներին ասի, իրանք չհիշեն, բայց մենք լավ գիտենք Գյումրու վիճակը ինչ է եղել, հիմա ինչ է։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Ունեք նախընտրած տեխնացու վարչապետ։ Կարող եք ասել ում օգտին եք քվեարկելու։ Չէ։ Իսկ տեղյակ եք ովքեր են առաջադրվել, ինչ նախընտրական խոստումներ են տալիս, քարոզարշավ է ընթանում, հետևում եք արդյոք։ Մալտիա եկել եմ պրոստը տրոններին նայելու, իր համար չեմ եկել, ես իրան թեմեմ։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Վիով դիմաստակտոր չմաստակտում։ Ունեք նախընտրած տեխնացու։ Հա։ Կարող եք ասել, եթե գաղտնիք։ Վարչապետ Փաշինյան։ Ինչու։ Որտեղ ուրիշ մարդ չեմ տեսել։ Ինչպես է գնահատում մեր կառավարության աշխատանքը այս 8 տարվա ընթացքում։ Ինչը կառանձնացնեք օրինակ։ Բավարար։ Այսինքն դեռևս աշխատելու տեղ։ Այո։ Իսկ ինչ առաջնահերթ փոփոխություններ կուզենայիք տեսնել, եթե օրինակ քաղաքացիական պայմանագրին հաջողվի կրկին իշխանություն դառնալ։ Պրոստը չեմ ուզել շատ բան։ Ասեք, ինչը դուք քաղաքացի որպես ձեր կարծիքը, ինչ փոփոխություն եք ուզում, ինչ պահանջ ունեք իշխանություն։ Այն առաջվա օլիգարխներին իրանց տեղը ցույց տալը։ Իսկ ընդդիմության քարոզարշավներին օրինակ հասցնում եք հետևել կամ ընդհանրապես հետաքրքրված եք։ Տեղյակ եք ինչ են առաջարկում, ինչ խոստումներ են մարդկանց տալիս։ Առաջարկելու ոչ մի բան չդեմ, 30 տարի իրանք առաջ երել են։ Պետք չէ։ Ունեք նախընտրած տեխնացու։ Իհարկե ունեմ։ Ում օգտին եք քվեարկելու։ Ես արվում եմ վարչապետին։ Ինչպես է գնահատում վարչապետ Փաշինյանի աշխատանքը։ Շատ լավ։ Գնահատում եմ եւ հարգում եմ մեր վարչապետին։ Իսկ իրականացված աշխատանքներից ինչը կկարևորեն։ Ինչը։ Ամեն ինչը։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Իհարկե այո։ Ունեք նախընտրած տեխնացու։ Այո։ Կարող եք ասել ում օգտին եք քվեարկելու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Ինչպես է գնահատում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատանքը, որ ցանկություն ունեք նորից նրանց քվե վստահելու։ Դրական եմ գնահատում։ Դրականից առավել եւս։ Առաջնահերթ փոփոխությունը ո՞րն է ձեզ համար։ Առաջնահերթ փոփոխության հարցն է։ Որ Շիրակի մարզում, որ օրինակ իրականացրել է կառավարությունը։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունում Շիրակի մարզը գտնվում է տնտեսական մի քիչ վատ վիճակում։ Նոր վարչապետը խոստացավ, որ առաջնահերթ մեր տնտեսության մասին է գալու եւ առաջ տանելու։ Ընտրություններին մասնակցելու եք հունիսի 7-ին։ Անպայման։ Ունեք նախընտրած տեխնացու, որի օգտին քվեարկելու եք։ Ընտրությունը գաղտնիք է, բայց որ այստեղ եմ արդեն բնի պարզ լինի։ Վարչապետ Փաշինյանի հանրավակին եք մասնակցում, սատարում եք այս իշխանության։ 2026 համար 16։ Ինչպես է գնահատում կառավարության 8 տարվա գործունեությունը։ Ես դրական եմ գնահատում։ Իսկ ամենակարևորը ինչ Առաջատած է, ակնառու է։ Բոլոր բնակավարներով։ Իսկ այս ընտրությունները ձեզ համար ինչպիսի նշանակություն ունեն, հարգելի քաղաքացի, ինչն է կարևորում այստեղ։ Կարևոր։ Մերժվածներին պետք է ավելի մերժել։ Ուղարկել աշխատող, գործող կառավարությունը պետք է ողջունել։ Ընտրությունները դա են ապացույց։ Ռոբերտ Քոչարյանը, նախկին նախագահը, որը հիմա եւս առաջադրվել է որպես վարչապետի տեխնացու, ասում է, որ որևէ դեպքում
քաղաքացին չպետք է վերցնի 16 համարի քվյաթերթիկը, որովհետև այն արյունոտ է։ Դուք ինչ կասեք օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին։ Գիտեք ինչ կա, այսօր ընտրապայքարը յուրաքանչյուրը իր մագարտակով, իր հասկացողությամբ ներկայանում է մեր հասարակությանը, բայց ժողովուրդն է գնահատելու։ Բոլոր մասնավոր կարծիքները արտահայտվողները, ովքեր առաջադրված են այսօր 19 կուսակցություն դաշինքներից, յուրաքանչյուր ունեն իրենց այսպես խոսույթը, իրենց տեսլականներն ունեն, բայց ժողովուրդը պետք է ընտրի ճիշտը։